Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, գործարար ալիքն եք դուք լսում կամ դիտում, եթե լսում եք մեզ FM 106 եւ 5 հաճախականության վրա եք, եթե դիտում եք գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներից որևէ մեկում եք, Թեք հայերն են եթերում, այսօր Թեք 5 շաբթի է։ Սարգիս Կարապետյանն է առաջին խոսափողի մոտ որպես այս հաղորդման հեղինակ եւ Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ որպես այս հաղորդման վարող։ Նախազրույց ունեցանք, մտածում էինք ինչի մասին խոսենք ու Սենց մի բանի վրա կանգնեցինք, սա իրականում հարցա, որը միայն բարձր տեխնոլոգիական ոլորտին չի վերաբերվում, այլ ընդհանուր առմամբ հայկական բիզնեսին է վերաբերվում, արդյոք օտարերկրյա կապիտալը լավ է տնտեսության համար, իհարկե կա տնտեսագիտական ուղղությունը, որ դա շատ կարևոր է, որ օտարերկրյա կապիտալը լինի, երևի թե շատ կարևոր է, բայց ինձ թվում է, որ այդ այնքան էլ միանշանակ չի, երբ ինչ-որ հայկական լավ փուփուշ ընկերություն ա լինում, ստեղծված, սարքված, ջանք դրած, հետո գալիս է ինչ-որ մեծ արտասահմանյան ընկերություն ու կամ շուկայից հանում է այդ տեղական ընկերությանը կամ ավելի վատ, կամ միգուցե ավելի լավ ձեռք ա բերում այդ ընկերության։ Մենք IT-ում կարծես թե ունենք այդ օրինակները, չէ՞, այսինքն IT-ում ընկերություններ կան միջազգային, որոնք այդ ճանապարհով են եկել Հայաստան։ Միայն IT-ում չի, կա խորհրդատվական ոլորտում էլ կա ու վստահ եմ այլ ոլորտներում էլ կլինեն։ Իրականում շատ լավ ասցիր, միգուցե լավ, միգուցե վատ, պետքա իրականում նայենք, թե նախ ոնց որ օտարերկրյա կապիտալ ասելը շատ լայն հասկացողություն է, այդ կապիտալը ներդրումի միջոցով ա գալիս, ընկերության միջոցով ա գալիս, հա, տարբեր ձևեր կա, ու այդ ամեն ձևը ունի իր լավ ու վատ կողմերը, բերում է բավականին մեծ առավելություններ, օգտակար բաներ մեր տնտեսության համար ու նաև թերություններ, բայց այդ ամեն ինչը ճիշտ է, երբ որ բալանսավորված է ու սիներգիայի մեջ է, ոնց որ էկոհամակարգ, երբ որ ասում ենք, նկատի ունենք էկոհամակարգի բոլոր խաղացողներին ու հենց այդ բառը ամեն ինչ արտահայտում է, ոնց որ անտառում գազանները ուտում են մյուսներին, մյուսները ուտում են խոտ, թռչունները ուտում են սերմեր, չգիտեմ հատիկներ, այնտեղ սնկեր, որդեր, հա, ամեն մեկը մյուսին սնում է, մեկը մյուսին, երբ որ դու բալանսը խախտում ես, արհեստական ձևով մեկին շատացնում ես կամ մեկին պակասացնում ես, տեսնում ես, որ ընդհանուր էկոհամակարգի առողջությունը վատանում է, բոլորի համար վատ է լինում, հիվանդություններ է տարածվում կամ մի տեսակը շատ շատանում է, մյուսներին սկսում է վերացնել ու տենց խախտվում է էկոհամակարգը։ Մենք պետքա իրականում ճիշտ ձևերն է, որ առողջ էկոհամակարգ ունենանք, որտեղ այդ ցիկլը անընդհատ տեղի է ունենում։ Օրինակ, նշեցիր, որ լավ է, որ միջազգային ընկերությունը գալիս է, առնում է հայկական ընկերությանը, հատեղ ինչա տեղի ունենում, էլի, արի տեսնենք ում համար է լավ, ում համար է վատ եւ ինչքանով է լավ, ինչքանով է վատ։ Նախ եւ առաջ, եթե վաճառք է տեղի ունենում, դա լավ երևույթ է, եթե լավ պայմաններով վաճառք է, այդ բիզնեսի տերերը, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, մեծ կապիտալ են ձեռք բերում, որը սովորաբար ասում են անգլերենով ասում են once an entrepreneur always entrepreneur, էլի։ Սովորաբար փորձատա այդ մարդիկ հանգիստ տեղը չեն նստում, այդ գումարները ներդնում են, նոր բիզնեսներ են սկսում։ Եթե իրանք այդ գումարները վերցնում են ամբողջը Հայաստանից դուրս գնում են ներդրումներ են անում, չգիտեմ, բալիում տուն են առնում կամ չգիտեմ, sense բաներ են անում, ամբողջությամբ այդ գումարը հանում են Հայաստանից, այդքան էլ լավ չի։ Բայց եթե այդ գումարը մնում է Հայաստանում, այդ շատ լավ է մեր էկոնոմիկայի համար, հա, եկավ օտարերկրյա կապիտալ, անցավ Հայաստանի քաղաքացիների ձեռքը ու վերաներդրվեց էկոհամակարգի մեջ։ Մյուս կողմից, հա, դրա վատ կողմը որն է, եթե օրինակ միջև այդ բիզնեսի շահույթը եւ մտավոր սեփականությունը, որը խոստում է տալիս, որ ապագայում էլի արժեք կստեղծի, մնում էր Հայաստանում, ենթադրեք այն բիզնեսի տերերը իրանց այդ գումարները, շահույթը Հայաստանում տուն էին առնում, Հայաստանում ուրիշ բիզնեսների մեջ էին դնում, ներդնում էին իրանց բիզնեսի մեջ, ընդլայնում էին, նոր աշխատատեղեր էին ստեղծում եւ այլն։ Այս դեպքում այդ կապիտալի շահույթը, այդ ընկերության շահույթը գնում է Հայաստանից դուրս,
նույնիսկ Հայաստանից դուրս է գեներացվում ու հետո այդ տերերը որոշում են Հայաստանում արժի ավել ներդրում անեն թե չանեն այդ տեսանկյունից վատ բան է թվում բայց մի ուրիշ տեսանկյուն կա որ երբ որ այդ միջազգային ընկերությունները գալիս են հատկապես այն լավ կայացած մեծ միջազգային ընկերությունները իրենք իրանց հետ բերում են միջազգային փորձ, տենց չի որ Հայաստանում ամեն երկրորդը նենց բիզնես է, որ գիտի ոնց են Հայաստանից դուրս վաճառքներ անում, մարքեթինգ անում, տարբեր երկրներում տենց ցանց սարքում եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն կա լավագույն գիտելիքներ աշխարհի լավագույն համալսարաններից, հետազոտական կենտրոններից, կա լավագույն փորձ ու նաեւ մասշտաբայնություն, հզորություն, էֆեկտիվություն, արտադրողականություն այդ տեսանկյունից մեկ էլ կտեսնես այդ ընկերությունում այդ մարդիկ նույն հենց այդ ընկերության տերերը այդ ընկերություններում սովորաբար զբաղեցնում են ինչ-որ պաշտոններ ու մեկ էլ կտեսնես մի քանի տարի հետո դուրս են գալու մի հատ շատ ավելի հզոր բիզնես են դնում այդ փորձը արդեն ունենալով դրա օրինակներ շատ կա օրինակ Synopsys-ը Հայաստան եկել է Leda Systems ու էլի երկու այլ ընկերություններ ձեռք բերելու միջոցով ու այսօր Synopsys-ից շատ կադրեր են դուրս գալիս թե սնուցում են էկոսիստեմի մյուս ընկերություններին թե ընկերություններ են սկսում օրինակ DataArt-ը որը մեր էկոսիստեմում արդեն բավականին մեծ ընկերություն է Արսենը 20 տարի Synopsys-ում աշխատել ու management դերեր ունեցել ու վերջը այդ փորձով դուրս է եկել ու տեսնում ենք թե այդ փորձով մարդը երբ որ բիզնես է սկսում ինչ արագությամբ կարողանում է արագաճի ինչ արագությամբ կարողանում է միջազգային բրենդ բերի Հայաստան մի խոսքով այդ կամ ասենք չգիտեմ Siemens-ը այսօր Հայաստանում է որովհետև Mentor Graphics-ն էր Հայաստանում Mentor Graphics-ին առնելով է եկել Հայաստան Mentor Graphics-ը Հայաստան եկել Ponte Solutions-ին առնելով այսինքն կամ AMD-ն եկել է Xilinx-ին առնելով Xilinx-ը դրանից առաջ ինչ-որ մեկին առնելով այսինքն եթե մենք ոնց որ դա այսինքն միանշանակ վատ ու լավ չի ես կարծում եմ ընդհանրապես չունենալ միջազգայինն երկրում շատ վատ է որտեղ դուս է գալիս որ էկոսիստեմայի ինչ-որ էկոհամակարգի մի կտորը չկա ու այս մնացածը կխեղդվեն, չի աշխատի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ միջազգայինները ամբողջությամբ գան ու տեղականներին ճնշեն ու բոլորին առնեն, փակեն ու միայն, այսինքն ուրիշ աշխատատեղ չլինի, միայն միջազգային ընկերությունները լինեն, այդ էլ է սխալ, այդ միջազգայինները վերջը սպառվելու են, որովհետև այն փոքրերում էլ միջազգայինները ոնց են գալիս են այդ կորիզ մի ինչ-որ թիմի վրա 30-50 հոգանոց ես ինքս տենց խոսակցություն ունեցել եմ Nike vice president-ի հետ երբ որ ասեց որտեղից եք բան Հայաստան իսկ որ գանք կարանք միանգամից 50 հոգանոց թիմ ունենանք այդ ձեր թիմը քանի հոգի ասեմ 17 հոգի տեսնում շատ փոքր եք մի քիչ էլ մեծացեք շատացեք հետո խոսանք հա այսինքն այդ միջազգայինները չեն գա ինչքան ուզում ենք մենք գնանք հանդիպենք ուզենք իրանց համոզենք ասենք Հայաստանում լավ օրենսդրական դաշտ եւ այլն եւ այլն եւ այլն իրանց որ հարցնում ես ինչ եք ուզում կադր ենք ուզում Nvidia-ին հարցնում ես ասում է գիտնականներ եմ ուզում հա ոնց է տեղի ունենում Ռևը մի քանի անգամ պատմել է տարբեր հանրային տեղերում թե ոնց է տեղի ունենում որ Nvidia-ն որոշում է ինչ որ երկրում մասնաճյուղ բացի Հայաստանը բացառություն է Ռուսաստանի մասնաճյուղը տեղափոխվել է ու տարիներով Ռևը աշխատել է բայց սովորաբար լինում է որ ինչ որ միտեղ գիտնականները բան են տալիս պարբերաբար ինչ որ մի երկրից ինչ որ մի ինստիտուտից իրանց հետաքրող թեմաներով ինչ որ հետաքրքիր հոդվածներ է տպվում ու Ջենսենը ուղարկում է Ռևին իր թիմին ասում է մի հատ էս նայեք ինչ որ հետաքրքիր է կարող գնաք մի հատ այդ երկիր հələ տեսնեք էս ինչ է գաղտնիքը որն է եղել ու տենց է սկսվում այնտեղ ներկայություն ունենալը կամ տեսնում եմ մի ընկերություն որը որ ինչ որ մի ավելի էֆեկտիվ ավելի էժան ավելի որակով ավելի արագ լուծում ունի մի բանի որ մի խնդրի որ իրանք էլ են դրա վրա աշխատում գնում են այդ ընկերությանը առնում են
ուտեղ արդեն մեծանում են։ Այսինքն այդ եթե ոնց որ խոսում ենք միջազգային ընկերությունների ներկայությունը, կարծում եմ շատ անհրաժեշտ ու կարևոր կոմպոնենտ է էկոհամակարգի, ընդհանուր առմամբ եթե գնահատենք, դա լավ բան է։ Իրա բոլոր թերություններով, դրական եւ բացասական կողմերով։ Հա։ Ու եթե նայենք, տեղ մի հատ էլ տարբերություն կա, outsource ընկերության են գնում, թե product ընկերության են գնում։ Այդտեղ ոնց որ շատ մեծ տարբերություններ կա գնային, որտեվ product ընկերության որ առնում են, նաև առնում են product-ը, այո, առնում են product-ը, առնում են մտավոր սեփականություն ու շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում հայկական էկոհամակարգի վրա, տնտեսության վրա, քան outsource-ը, ուղղակի ոնց որ թիմ են իրանք առնում ու հետո շարունակում են outsource իրան տանել, հա։ Այդ ոնց որ շերտեր կա էլի, եթե մենք մեր նպատակը բարձր արտադրողականությամբ, եթե չէ, մեր նպատակը բարձր արտադրողականությամբ էկոնոմիկա սարքելն է, նույն հենց մեր ոլորտում կա տարբեր շերտեր, կա outsource, կա outstaff ու կա product սարքել։ Հա, outsource-ը որ նախագիծը ամբողջությամբ արվում է, այդտեղ մի քիչ ավելի շատ արժեք է ստեղծվում, գալիս Հայաստան, քան օրինակ outstaff-ը ուղղակի աշխատակցի ժամն ենք վաճառում։ Okay, հա։ Երբ որ արդեն product ենք սարքում վաճառում, այդտեղ մի շերտ էլ է ավելանում, այսինքն այդ ստեղծված արժեքը ավելի շատ է երկրում մնում։ Այդտեղ էլ էլի ոնց որ հարցեր կա, գնանք այն բանին, հա, որ ասում ենք օտարերկրյա կապիտալ, չէ՞։ Մյուս կապիտալի ձևը դա վենչուրային ներդրումներն են, որի մասին նախորդ հաղորդմանը ավելի մանրամասն խոսել ենք։ Բայց այս տեսանկյունից, որ այս դեպքում սա միանշանակ շատ կարևոր ու շատ օգտակար կապիտալ է, երբ որ արտասահմանյան վենչուրային ընկերությունները ներդրում են անում հայկական ընկերությունների մեջ, թեկուզ եւ այդ ընկերությունները Հայաստանից դուրս են գրանցվում, հա, հիմնականում օֆշորներում են գրանցվում ու դա կանոնիկա բոլոր երկրներում, սա միայն Հայաստանի խնդրեմ։ Այնպես չի որ մենակ Հայաստանից են գնում օֆշոր։ Այս խնդրեմը պետք է լուծել, բայց ցավոք սրտի դեռ լավ լուծումներ չկան։ Ինչ որ էկոնոմիկ զոնաներով եւ այլն, բայց դեռ ու հիմա վերջի աշխարհաքաղաքական իրադարձությունները նաեւ ամերիկյան ֆոնդերին ավելի հետ են քաշում Ամերիկայից դուրս ներդրումներ անելու ցանկությունից, Չինաստանի հետ խնդիրների պատճառով եւ այլն, այսինքն փորձով այս պահին այդքան էլ բան չի, դրա համար ստիպում են ընկերություններին գրանցվել Ամերիկայում կամ ուրիշ օֆշորային գոտիներում։ Բայց ըստ միշտ այդ դեբատը կա, նույնիսկ մեր էկոսիստեմում, նույնիսկ ԱՏԶՄ-ի խորհրդում այդ դեբատը կա, որ դե օրինակ ստարտափների այդքան որ ներդրումներ, ասում ենք 2 միլիարդ դոլարից ավել ներդրում են բերել հայկական ստարտափները, բայց այդ չեն բերել Հայաստանի էկոնոմիկա, բերել են իրանց Դելավերի ընկերություններ, չէ՞։ Բայց քանի որ ընկերության հիմնադիրները Հայաստանում են, կես ընդեղ են, կես ստեղ են, հիմնական թիմը ստեղ է, որոշումները կայացվում են ստեղ, ստարտափները ուրիշ շատ մեծ ծախսեր չունեն, հիմնականում թիմի աշխատավարձերը, այդ թիմի մեծ մասը ստեղ է, պլյուս ոնց որ նույնիսկ երբ որ այդ exit-ը վաճառքը տեղի է ունենում, այդ ընկերության հիմնադիրները մեծ գումարներ են աշխատում, թեկուզ եւ դա Հայաստանում չի, բայց իրենք Հայաստանի քաղաքացի են։ Հիմա երբ որ քո քաղաքացիները թեկուզ Հայաստանից դուրս մեծ գումարների են տիրապետում, իսկ իրանք ապրում են Հայաստանում, այդ գումարը մի ձև գալու է, չէ՞, Հայաստան ազդեցություն ունենա։ Ինչ որ ազդեցություն իհարկե կունենա, հա։ Հələ չասեմ, որ հայկական ցանցն է, հա, մենք մեր հաղորդումը թեք հայերի մասին է, հա։ Ոչ թե թեք հայաստանցիների։ Հա, մենք ուրախ ենք, որ Սիլիկոնյան հովտում հայ հիմնադիրները մեծ ներդրումներ են։ Դրա մասին էլ է ուզում խոսենք ու խոսել ենք, այս տաղավարում էլ ենք շատ խոսել, այդ identity-ն ոնց ենք որոշում, էլի սա հայկական ընկերություն է, թե հայկական, այսինքն որ ընկերությունն է, ոնց ենք սահմանում։ Ինձ շատ դուր է գալիս հայկական վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների բանը, քաղաքականությունը, ձևակերպումը։ Իրանք ասում են հայ հիմնադիրների ենք մենք ներդրում անում։ Ոչ թե Հայաստանի, այլ հայ, այո։ Հայ հիմնադիրները ուրենք չեն նայում աշխարհի որ ծերում ես։ Լիբանանում ես, Ամերիկայում ես,
Վրաստանում ես, Հայաստանում ես, էական չի, հայ հիմնադիր ես ու նաև այդ բաց է, այսինքն եթե համահիմնադիրներից գոնե մեկը հայ է, արդեն քաղաքականության մեջ մտնում է ներդրումը անել։ Ես այտենց կնայեի ու հենց հիմա մենք նաև դիտարկում ենք այդ ճանապարհը, որ նաև ԱՏԶՄ-ն է ոնց որ գնում կամանց դեպի այս տարվա դիջիտեկը դրա դրսևորումներ, որ մենք չենք նայում մենք երբ որ ասում ենք հայկական, մեր առաքելությունը զարգացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը ու դա չի սահմանափակված չի Հայաստանի սահմաններով, մանավանդ տեխնոլոգիական էկոհամակարգ, որ ընդհանրապես սահմաններով սահմանափակված չի։ Ու ինչքան հայկական էկոհամակարգը զարգանա Անգլիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Չինաստանում, Ճապոնիայում, այնքան ավելի մեծ հոսքեր կգան Հայաստան, վերջի բոլորիս տեսլականը սեփական երկիր ունենալ, զարգացած, տեխնոլոգիապես հարուստ, ապահով, սուվերեն երկիր ունենալն է։ Կարևոր է, որ այդ մարդիկ նվիրված են այդ առաքելությանը, էական չի իրանք որ յուրիսդիկցիայում են գործում։ Ու մենք հավասարապես ուրախանում ենք, երբ որ Service Titan-ը գնում է IPO, իմիջիալից էդ էլ, հա, ոնց որ Service Titan-ը որ IPO-ը գնացել, մի քանի տասնյակ մարդ Երևանում, Երևանի թիմում, որը մոտ մի 800 հոգի է, եթե չեմ սխալվում, մի քանի 800-ից մի քանի տասնյակ մարդը դոլարով, եթե ոչ միլիոնատեր, մի քանիսը նաև, մի քանի 100,000-ատեր մարդիկ քեշով տուն են առել, հիպոթեք են փակել, դուրս են եկել ստարտափներ են սկսել իրանց ֆանդինգով ստարտափներ, այսինքն այդ որ ասում ենք բայ ուրա այդ ստարտափների մասին այդքան խոսում ենք բան եւ այլն, հələ երիտասարդ է այդ բանը, հա, առաջին ծաղիկներն է, հիմա հեսա սկսելու է այդ ամեն ինչը հետ գալ, էկոհամակարգը սկսելու է ավելի լավ աշխատել ու մենք հավասար ուրախանում ենք, որ Gecko Robotics-ը որ Հայաստանում ընդհանրապես ոչ մի օպերացիա չունի, Ջեք Լուզարարյանը, երբ որ մեծ ներդրում է ստանում, դառնում է $1 միլիարդ ընկերություն, մենք ուրախանում ենք, որովհետև իրան հրավիրում ենք Digitech, ասում է այս տարի չեմ կարող գամ, մյուս տարի կգամ, ինքը արդեն մտածում է Հայաստանում էլ ինչ որ բան անելու մասին, այսինքն ինչ հենց որ հզորանում են, արդեն բոլորի սիրտը Հայաստանում է ու ուզում են Հայաստանում ներդրումներ անեն, հենց որ թե միջազգային ընկերությունների ներկայությունը եւ ներդրումները Հայաստանում, թե մեր սեփական ապրանքների, թե outsource-ն էլ է շատ հետաքրքիր շուկայի մասին գիտելիք է գալիս, այս բոլորը թերագնահատում են կամ չեն տեսնում, իրականում եթե outsource ընկերություններ չլինեն, ավելի քիչ ստարտափներ կստեղծվեն։ Այդ կարծես թե կապն է մեր համաշխարհային տեխնոլոգիաների հետ, որտեղ դու իրանց համար ես աշխատում outsourcing-ում։ Հա, ինչ որ մեկը product manager-ա, վաճառքի մասնագետ է, մարքետոլոգ է, ու ինչ ասենք 10 տարի, 15 տարի outsource ընկերությունում աշխատում է, միջազգային կապեր է ձեռք բերում եւ այլն, մեկ էլ այդ շուկայում մի հատ խնդիր է տեսնում, դուրս է գալի ընկերություն է ստեղծում, որ այդ խնդիրը լուծում է, ու ստարտափ է սկսվում։ Այսինքն այդ ճիշտ է, այդ outsource-ից դեպի ստարտափ մտածելակերպի մշակույթի փոփոխություն է պահանջում, բայց փորձ է տալի, որ դա տեղի է ունենում ու ինքը շատ ավելի ռիսկային է, քան outsource-ը, բայց հիմա ինչքան էլ մենք ասում ենք, հա, outsource-ի արժեքը, ստեղծած արժեքը երկրի էկոնոմիկայի համար ավելի փոքր է, բայց եկեք չմոռանանք, որ ամեն տեխնոլոգիական մարդը իր հետ ստեղծում է 4-ից 6 այլ աշխատատեղեր, այսինքն մենք մի տեխնոլոգիականը մյուս տեխնոլոգիականի հետ համեմատած ենք ասում, որ ավելի փոքր է ստեղծած արժեքը, բայց ամեն դեպքում ոնց որ մեծամասնություն ընկերությունների outsource են, մենք հիմա ավելի հենց միությունով էլ թե outsource ընկերություններով էլ փորձում ենք հասկանալ այդ անցումը գնալով outsource-ը Հայաստանում այդքան էլ շահույթաբեր չի դառնում ու փաստացի այսօր outsource մանավանդ փոքր ու միջին outsource ընկերությունները մեծ դժվարությունների առաջ են, այդ իրանք վճարում էին 10% եկամտահարկ եւ 0 շահույթահարկ ինչ որ ժամանակ, մինչեւ 30 թիմ հոկանոց ընկերությունները այսօր իրանք փաստացի
կրկնապատիկ հարկեր են վճարում, ինչը իրանց համար շատ միանգամից էր այդ անցումը, հագին դժվարություններ է առաջացել, բայց ամեն դեպքում մենք հիմա փորձում ենք հասկանալ, թե կառավարության հետ մեր բանակցություններում ոնց կարելի է այդ հարցը լուծել եւ այդ աստիճանական անցումը եւ այն ընկերությունների, որոնք որ կուզեն product արտադրող ընկերություն դառնան, այդ անցումը կատարեն, բայց միևնույնն է, դա տենց չի լինել, որ վերջ, էլ ոչ մեկ outsource-ով չի զբաղվում, բոլորը ստարտափ են անում, product-ները տենց չի լինելու, որտեղ հենց որ փորձեցին տենց անել, մի պահ լինելու, որ դադարելու է այդ ստարտափների ստեղծվելը, որովհետև այդ շուկայի մասին գիտելիքը որտեղից պետք է գա։ Այսինքն այդ սաղ իրար հետ կապված են, outsource անողները, outstaff անողները, միջազգայինները, ստարտափները, վենչուրային ֆոնդերը, բոլորը ասենց իրար կապված, իրար սնուցում են։ Ընդհանուր առմամբ տեխնիկապես հնարավոր է, որ հակառակը տեղի ունենա, այսինքն հայկական բիզնեսը ինչ որ այլ երկրի համար դիտարկվի որպես միջազգային բիզնեսի մի մաս ու հայկական ընկերությունները ինչ որ պետություններում բիզնեսներ, փոքր IT կամպանիաներ կամ միջին IT կամպանիաներ առնեն։ Դե մենք արդեն մեծ կամպանիաներ ունենք, չէ՞, չգիտեմ, Unicorn ունենք, չէ՞, ոնց է այդ մասը արվում։ Մի հատ փորձ ներքին է եղել, Pixart-ը մի հատ փոքր տեղական ընկերության գնել է, բայց շատ փոքր այդ բանը, դրսում այս պահին մտքից չի գալիս, հայտնի տենց դեպքեր չկա, բացի տելեկոմներից, գիտեք, Team Telecom-ը երկու հատ ընկերություն է գնել, մեկը Վրաստանում, մյուսը Իռլանդիայում։ Իռլանդիայինը ոնց որ անցած տարի էր, թե նախացած տարի, ինձ թվում է դա նոր փորձավ մեր էկոհամակարգում, այս տարի Digitech-ին նույնիսկ այտենց բանել դրեցինք, հրավիրեցինք եւ Վրաստանի եւ Իռլանդիայի տնօրեններին, Ալեքսանդր Եսայանի հետ քննարկում դրեցինք, որ այդ փորձը համայնքում կիսվեն, թե այդ ոնց տեղի ունեցավ։ Այսինքն դա տեխնիկապես հնարավոր է, էլի մենք էլ կարանք ոնց որ։ Իհարկե, հա, իմիջիայլոց հիմա այդ քննարկումը կա պետական համակարգում, որ այդ իհարկե մեր ոլորտին այդքան չի վերաբերում, որտեղ մեր ոլորտը միջազգային շուկայում է միշտ մրցում, բայց մյուս բիզնեսները մի տեսակ ոնց որ այդ հիմա բանկերի մոտ է սկսվել այդ շարժը, բայց ոնց որ տենց ներսում կմրցեն իրար հետ տենց ուժեղ, բայց ամբիցիա ոնց որ չկա, թե վախ կա, թե այդ չիմացություն կա, թե որտեղից է գալի Հայաստանից դուրս մրցելու, կոալիցիա սարքելու, իրար հետ գնալու Հայաստանից դուրս մրցելու չկա ու ոնց որ եկել է արդեն մի քանի քննարկման եմ եղել տարբեր շրջանակներում, որտեղ քննարկվում է, որ մենք դառել ենք միջին զարգացվածության երկիր ու տենց տերմին կա middle income trap, երբ որ ոնց որ երկիրը ինչ որ այն լրիվ այդ աբորիգեն վիճակից զարգանում է, մի աստիճան բարձրանում է, կրթության հասանելիություն կա, թոշակ կա, այս կա, այն կա, բանկային համակարգ կա, տենց որ արդեն սկսել է շնչել էկոնոմիկան, էլ հետա մնաց չի, մեկ էլ ու ոնց որ այդպես մարդիկ արխային են ընկնում, ձեռներեցները մեծ նպատակներ չեն դնում, մարդիկ մեծ նպատակներ չեն դնում ու շատ երկրներ այդտեղ էլ մնում են ու շատ դանդաղ գնում են։ Այդ մարդկանց խրախուսելը շատ դժվար է, որտեղ ինքը համարում է, որ ինքը իր հիպոթեկը կարում է սպասարկի, տարին մի անգամ կարում է ընտանիքով գնա հանգստանալու ու դա իրանց շատ դեմոտիվացիոնում է, ինչ որ ավել բան անելու, էլի։ Դե բանը, չէ, Jobs-ի հայտնի բանը կա, չէ, խորհուրդ կա, ասում է stay foolish, stay hungry, stay foolish։ Այսինքն այդ ինձ թվում է, բայց մեր երկրում ես իրականում զարմանում եմ, որտեղ մենք այնց մարտահրավերի առաջ ենք, մենք դաժե կարող է շատերը ասեն շատ եմ չափազացնում, գոյության վտանգի առաջ ենք։ Մեծ հաշվով, հա, իհարկե։ Ինչա կատարվում աշխարհում, եթե նայում ես, մեկ-մեկ վախենալու մարտահրավերների առաջ ենք ու եթե դա չի մոտիվացնում մարդկանց, բայց ինչը պետք է մոտիվացնի, էլի։ Դե բայց դա կարա դեմոտիվացնի էլ։ Այդ էլ կա, մեկը սաղս մերներ է, այսինքն միշտ չի, որ այդ վիճակը մոտիվացնում է, ինքը դեմոտիվացնում է, այսինքն մարդը մի քիչ փող ունի հավաքած, ասում է դե ինչ գիտես վաղ ինչ կնի, ավելի լավ հիմա ծախսեմ, այսինքն ոչ թե ներդրում անեմ, ինչ որ ավել բան
փող գեներացնելու նպատակով։ Բայց ամեն դեպքում ինձ թվում է այդ մեծ նույնիսկ մեր համայնքում այդ հիմա երևում է, օրինակ ես չէի պատկերացնում էլի, որ եկա ԱՏԶՄ մտածում էի, որ տենց խորհրդում բոլորը տենց շատ մեծ ախորժակի, մեծ ռիսկի տղերքով ենք հավաքված, բոլորը ընկերներ են, բոլորի հետ շատ լավ հարաբերություններ են, շատ հավես աշխատում ենք, բայց հիմա տեսնում եմ, որ ոնց որ որոշ տեղեր մենք բաներ ենք ունենում, ոնց որ կոնֆլիկտ ենք ունենում գաղափարական, թե տեսլականի մեջ, հա։ Թե օրինակ 10 անգամ մեծ նպատակ դնելը ճիշտ բան է, թե չէ, օրինակ խոսքը չի գնում էլի տենց հասկանում եմ թե պետքա կես անգամներով օրինակ մենք հիմա վերջի 2 տարում շատ ուղղություններով կրկնապատկվել է այսինքն անդամների քանակը 1.6 անգամ այսինքն 160%-ով աճել անդամակցության հավաքագրումները 4 անգամ աճել այսինքն ներդրումները մեր անդամների կողմից 4 այսինքն 160%-ով աճել է 1.6 անգամ աճել է անդամների քանակը, բայց 4 անգամ աճել է թե անդամները ինչքան ներդրում են անում այս ընդհանուր գործի մեջ։ Digitec 2 անգամ աճել է տպավորիչ աճ է, բայց օրինակ ինձ չի բավարարում։ Ես մտածում եմ 10 անգամ կարանք աճենք 1200 ընկերություն կա տեխնոլոգիական Հայաստանում, հələ չասեմ քանի հազար տեխնոլոգիական հայեր կան աշխարհում, որ կարան միանան այս ամեն ինչին, իրանք կարան դառնան ԱՏԶՄ անդամ, հետո գան Հայաստան, այսինքն այս ԱՏԶՄ-ն կարա դառնային հիմքը, որով ընկերությունները գալիս են ու Հայաստանում ոտ են դնում, տեղավորվում են, այսինքն իրանց բերենք կապենք մեր էկոհամակարգի հետ։ Պատկերացնում շատերս քիչ չեն էլ իմանում, որ Հայաստանում sense բան կա։ Այս տարի Digitec-ին դեպք ենք ունեցել մի քանի, որ մարդիկ առաջի անգամ են գալիս Հայաստան, կամ ասենք վերջի անգամ 7-10 տարի առաջ են եկել Հայաստան, ու sense իրենց մտածել է լրիվ իրենք զարմացած էին, որ Հայաստանում այս ամեն ինչը կա։ Նույնիսկ մեզ թվում է, թե մենք գիտենք, որ Հայաստանում Synopsys կա, Nvidia կա, AMD կա, sense մենք գիգանտներ կան, բան, Adobe կա։ Հետո այդ մարդիկ ընդ չեն էլ իմանում։ Հայ մարդիկ այդքան կապված չեն էկոսիստեմի հետ, որ չնայած ինժեներներ են, չէ, այսինքն այդ մեծ կամպանիաներում են աշխատում։ Venture capitalist ծախ կյանք այդ ամեն ինչի մեջ է, ինքը ով գիտի Nvidia-ի մեջ ժամանակին ներդրում արել, բայց ինքը չգիտի, որ իրանք ստեղ մասնաճյուղ ունեն։ Այսինքն այդ գործը պետք է վերցնենք 10 անգամ ավել գործ կա անելու, էլի։ Ու երբ որ դու տենց դնում ես ոչ թե 10 տարում 10 անգամ աճել, այլ ասում ես մենք 2 տարում, 5 տարում, 3 տարում 10 անգամ աճելու ենք, մի տեսակ լավ չի ընկալվում, էլի այդ։ Նույնիսկ մեր էկոհամակարգում այն բանը ստարտափ հիմնադիրների մոտ խնդրեմ չկա, որտեվ իրանք ոնց որ այդ դրա վրա են կենտրոնացած, բայց մեր outsource անող ընկերությունների մյուս product իրանք միջոցներով product-ը զարգացնող ընկերությունների հիմնադիրների հետ այդ գաղափարական վեճը ունենում ենք անդադ, որ դա լավ է թե վատ է, դա ինչի է բերում թիմի մոտիվացիայի վրա, կարող ազդի, եթե չհասնենք այդ նպատակին, կարանք ծախսերը մեծացնենք, հետո չկարողանանք տակից դուրս գանք, մի խոսքով տենց լիքը բաներ կա, բայց արի ուտես այդ 10 անգամ աճի ֆենոմենը, որը ցանկացած կազմակերպության մարդու պետության վրա կարելի է կիրառել, այդ գալիս է այնտեղից, որ դու երբ որ 10 անգամ մեծ նպատակ ես դնում, ակնհայտ է դառնում, որ դու այն ձևով ոնց որ հիմա անում ես, այն գիտելիքները, այն մեթոդները, այն process-ները, որ դու ունես, քեզ չի հասցնում այդտեղ։ Երբ որ դու ասում ես 50% աճենք, այսինքն 0.5 անգամ, 2 անգամ, 1.5 անգամ աճենք, լուծումը շատ մոտ է քեզ։ Դու ասում ես, թե այն ինչ որ ես անում եմ, մի քիչ ավելի լավ, մի քիչ ավելի շատ ու կլինի այդ, հա։ Մի քիչ ավելի արագ անեմ, կլինի։ Էդ էլ արել ենք այս 2-3 տարվա ընթացքում։ Բայց երբ որ դու ասում ես, ես 10 անգամ ավել եմ ուզում աճել, մենակ այդ միտքը ստիպում է քեզ ամբողջը փոխել քո մոտեցումները, գիտելիքդ աճացնել, մարդկանց թիմում ունենալ լրիվ ուրիշ մակարդակի մարդիկ,
եղած մարդկանց լրիվ ուրիշ մակարդակ բերել, ինովացիա մտածել, որտեվ դու հասկանում ես ինչ որ մի հակ պետք է անես, էլի։ Ոնց որ մեր ազգի հիմնադիր Հայկը մտածել էր, որ այս մեծ բանակին ոնց կարանք մենք հաղթենք, չէ՞։ Այդտեղ եկել է այդ ոնց որ 10 անգամ մեծ նպատակ դնելու բանից է եկել, էլի։ Արի մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին է մոտեցում, մենք դեռ մի փոքր էլ անցել ենք մի 2 րոպե։ Արի պայմանավորվենք, որ եկող հաղորդումներից որևէ մեկում մենք անպայման խոսելու ենք բիզնեսում ամբիցիաների մասին։ Այսինքն ոնց է խոսեցինք արդեն։ Քիչ խոսեցինք, ես նայում էի ժամանակով քիչ խոսեցինք։ Դու մի փոքր ավելի մանրամասն կուսումնասիրես, մեզ կպատմես ինչ որ 2-3 case, ով է շատ աճը, ով է քիչ աճը, ոնց է։ Բայց կապելով ոնց որ այսօրվա թեման, հա, միջազգային ներկայությունը եւ ներդրումները, հա, օտարերկրյա ներդրումները նաեւ գալիս են նրա համար, որ տենում են այդպես տղերք եւ աղջիկներ կան, ովքեր 10 անգամ մեծ նպատակներ ունեն, ովքեր Հայաստանի շուկայից ուզում են դուրս գան, ուզում են աշխարհը գրավեն։ Լավ իմաստով գրավեն, հա, շատ մարդու համար գրավեն եւ բարիք բերեն։ Այդ շատ մեծ, այսինքն մենք կարանք անընդհատ ոնց որ սպասենք, որ պետական ստրուկտուրաները, ագենստվաները ինչ որ բաներ կանեն, օրենք կդնեն, չգիտեմ, ինչ որ հարկային արտոնություն, ինչ որ միջավայր, դատական համակարգ եւ այլն, բայց այդ ընդհանրապես միջավայր է։ Այդ միջավայրում եթե չլինեն այն մարդիկ, ովքեր կարան, աշխարհում շատ ավելի շատ փող կա, քան investable պրոյեկտներ, հա, ներդրումման համար, որտեվ ոչ մեկ չուզում չէ փող ուղղակի վատնի։ Ներդրումը սպասում է նաև հետ գալ։ Այսինքն եթե մենք ունենանք շատ մարդիկ, ովքեր կարան 10 անգամ ավելի մեծ ներդրումներ մարսեն ու օգտակար եւ մեր երկրի համար եւ իրանց անձի համար եւ ներդրողի համար, այդ գումարները կան ու իրանք պատրաստ են Հայաստանում ներդրում անեն այս վիճակում առանց ոչ մի բան փոխելու։ Ուղղակի պետք է լինեն այդ մարդիկ։ Սիրելի ռադիո լսողներ, Թեք հայրն էին եթերում, Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդումն է սա։ Մենք սկսեցինք միջազգային բիզնեսից, ավարտեցինք տեխնոլոգիական բիզնեսի մոտիվացիաներով։ Մենք վերադառնալու ենք 2 թեմային էլ ամենայն հավանականությամբ ըստ ընթացքի։ Շարունակեք գործարար ալիքը լսել, այսօր մեր մոտ Թեք 5 շաբթի է, ամբողջ եթերացանկը բոլոր հաղորդումները տեխնոլոգիաների մասին են լինելու, իսկ մենք կհանդիպենք այսքանը։